Անուն հոր եւ որդվո եւ օգնի սրբո ամեն։ Մինչ Հիսուսի շուրջը բյուրավոր ժողովուրդ հավաքվեց իրար կողոտելու աստիճան, նա սկսեց նախ իր աշակերտներին ասել. նախ դուք ձեզ զգուշ պահեցեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, եւ գաղտնի բան, որ չիմացվի։ Քանի որ ինչ որ խավարի մեջ ասեք, լսելի պիտի լինի լույսի մեջ, եւ ինչ որ շտեմարաններում փսփսակ ականջների մեջ, պիտի քարոզվի տանիքների վրա, բայց ասում եմ ձեզ իմ սիրելիներին, մի զարուրեք նրանցից, որ մարմինն են սպանում, եւ դրանից հետո ավելի բան անել չեն կարող, այլ ցույց կտամ ձեզ, թե ումից պետք է վախենաք, վախեցեք նրանից, ով սպանելուց հետո գեհեն նետելու իշխանություն ունի։ Այո, ասում եմ ձեզ, վախեցեք նրանից, չէ որ 5 ճնճղուկը 2 դահեկանի է վաճառվում, եւ նրանցից ոչ մեկը Աստծո առաջ մոռացված չէ, նույնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշված են։ Մի վախեցեք, որովհետև դուք շատ ավելի հարգի եք, քան ճնճղուկները։ Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու որդին էլ նրան կխոստովանի Աստծո հրեշտակների առաջ։ Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կուրանա, Աստծո հրեշտակների առաջ պիտի ուրացվի։ Ով որ մարդու որդու դեմ բան ասի, նրան պիտի ներվի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայոյի, նրան չպիտի ներվի։ Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների եւ իշխանավորների առաջ, մի մտահոգվեք, թե ինչպես կամ ինչ պատասխան պիտի տաք եւ կամ ինչ պիտի ասեք, որովհետեւ Սուրբ Հոգին նույն ժամին կսորեցնի ձեզ, թե ինչ պետք է խոսել։ Ղուկասու ավետարանի 12-րդ գլխի 1-ից 12 համարներն էր, որ ընթերցեցի հիմա, այսօրվա, այսինքն հիսնակած պահքի ուրբաթ օրվա ընթերցումներ սա, որտեղ Աստված մեզ, մեր Տեր Հիսուս Քրիստոս, մի քանի բաների համար խիստ զգուշացնում է։ Նախ ասում է կեղծավորություն չանեք։ Ընդհանրապես կեղծավորություն, նաև հավատքի մեջ կեղծավորություն, աստվածպաշտության մեջ կեղծավորություն, եկեղեցու մեջ կեղծավորություն։ Կեղծավորությունը լավ հատկություն չի, ոչ մեկն էլ չի սիրում կեղծավոր մարդուն։ Այսինքն, որ մի բան ցույց է տալիս, բայց իրականություն ուրիշ բան է։ Դա կեղծավորությունն է։ Երբ իրականությունը կեղծում են, իրականությունը թաքցնում են եւ ոչ իրական բան են ցույց տալիս։ Այս երևույթը կար Հիսուսի ժամանակներում կրոնավորների մեջ եւ դրա համար զգուշացնում է, ասում է զգուշ մնացեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է։ Այսինքն նայեք, որ դուք էլ չվարակվեք այդ նույն խմորով, այդ խմորը ձեզ էլ իր մեջ չառնի, չհունցի եւ դուք էլ այդպես կեղծավոր չլինեք։ Եվ այդ երևույթը միշտ եղել է, Հիսուսից հետո էլ է եղել եւ մինչեւ այսօր կա։ Եվ Աստված չի սիրում կեղծավորությունը, Աստված սիրում է ուղղությունը, ասում է թող ձեր այոն լինի այո, ոչը լինի ոչ, ինչ եք կեղծում։ Եվ շատ հաճախ մարդիկ կեղծավորություն են անում վախից ելնելով։ Վախն է ստիպում, որ մարդը կեղծավորություն անի։ Եվ հաջորդ հատվածին մեր Տերն ասում է մի վախեցեք մարդկանցից, որովհետև ամենաշատը կարող են ձեզ սպանել, ձեր մարմինը սպանել, ավելի բան չեն կարող անել, բայց դուք ավելի վախեցեք Աստծուց, որ գեհենում չհայտնվեք, որ չդատապարտվեք, որ հավիտյանական կորստի չմատնվեք։ Այս շատ ավելի կարևոր է, այսինքն վախի համար կեղծավորություն մի արեք, Աստված ձեզ հետ է։ Հորդորում է, որ Աստված միշտ մեզ հետ է, չվախենաք։
Աստված ձեզ պիտի պահի, եւ եկեղեցու պատմությունը ցույց է տվել, որ սրբերը, որոնք Քրիստոսին են դավանել, չեն ուրացել, վշտերի, նեղությունների, փորձությունների մեջ են եղել, Աստված միշտ իրենց հետ է եղել։ Սուրբ Հոգին իրենց զորացրել է, եւ այստեղ էլ ասում է, նույնիսկ ձեր գլխի ամեն մի մազը Աստված գիտի եւ արժեք ունի Աստծո առաջ։ Այն երկու ճնճղուկը, որ թվում է ոչ մի արժեք չունի, Աստված դրանց մասին էլ գիտի, առավել եւս ձեր մասին։ Եվ Աստված ձեզ երբեք պիտի չլքի, եթե դուք չլքեք Աստծուն։ Եթե դուք չուրանաք Աստծուն, ով որ ուրանա, ասում է ինձ, նա պիտի ուրացվի, բայց ով որ չուրանա ինձ, խոստովանի ինձ, ես էլ նրան պիտի խոստովանեմ եւ նրա հետ պիտի լինեմ, նույնիսկ եթե տարվի ատյանների առաջ, պատասխան տալու, դատարան տարվի, այս խոսքերը հավիտենական են, Քրիստոսի աշակերտների, առաքյալների ժամանակ էլ եւ մինչեւ այսօր էլ տեսնում ենք մարդկանց հանում են ատյանների առաջ, տանում են դատավորների առաջ, դատարաններ են հանում։ Հա, ինչի համար։ Բոլոր մարդկանց չէ, ոմանց մասին է խոսքը, քրիստոնյա լինելու համար, Քրիստոս քարոզելու համար, ավետարանի համար, հատկապես մեր օրերի մեջ, եկեղեցու հանդեպ այս հալածանքների օրերի մեջ։ Այսօր եկեղեցականներ են բանտերում գտնվում, եկեղեցականներին հանում են դատավորների առաջ։ Կեղծ, շինծու մեղադրանքներ են ուզում դնել մարդկանց վրա։ Ոմանց վրա էլ ոչ մի մեղադրանք չկա, ուղղակի իշխանություն ունեն մարմնի վրա, փորձում են մարմինը ճնշել, փորձում են նվաստացնել, փորձում են չգիտեմ, մաքսիմում կարող են սպանել, բայց հոգին չեն կարող ոչինչ անել, որովհետև Աստված ուզում է, որ մենք հավատարիմ լինենք մեր ուխտի մեջ իր նկատմամբ։ Եթե մենք ուխտել ենք քրիստոնյա լինել, եթե մենք հավատացել ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, մենք պիտի ուխտապահ լինենք։ Եվ այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի 3 տարեկան հասակում տաճարին ընծայվելու տոնն է։ Ինչ տոն էր սա։ Մարիամ Աստվածածնի ծնողները նախքան Աստվածածնի ծնվելը ուխտեցին Աստծուն, ուխտեցին, որ իրենց զավակին պիտի ընծայեն Աստծուն։ Եվ իրենք հավատարիմ իրենց ուխտին, Մարիամ Աստվածածնի 1 տարեկան հասակում տարան տաճար նվերներով ընծայելու, 3 տարեկանում տարան տաճար եւ ընծայեցին Աստծուն։ Իհարկե, վարքը պատմությունը մեզ ասում է, որ քահանայապետը Մարիամին ընդունեց իրենց ուխտը, ընծայում Աստծուն, բայց Մարիամը, քանի որ փոքրիկ էր դեռ, ուղարկեց տուն ծնողների մոտ, մեծացավ մինչև 7 տարեկան հասակը, որ կարող էր արդեն ինքնուրույն լինել, նոր բերեցին տաճար եւ այլևս տաճարից չգնաց Մարիամ Աստվածածինը, մնաց տաճարում մինչև 14 տարեկանը Հովսեփ Աստվածահոր հետ մինչև նշանվելը։ Շատ կարևոր բան է ուխտ անելը եւ ուխտը պահելը։ Դրա համար Քրիստոսն ասում է, ով որ ինձ ուրանա, այսինքն ուխտը դրժի, պիտի ուրացվի։ Ով որ ուխտին հավատարիմ կմնա, ես էլ նրան պիտի հավատարիմ լինեմ։ Նույնիսկ ատյանների առաջ, նույնիսկ բանտերում, նույնիսկ դատավորների առաջ, հալածանքների մեջ, մահվան մեջ ես իր հետ պիտի լինեմ։ Հովակիմն ու Աննան ուխտեցին Մարիամ Աստվածածին ծնողները եւ իրենց ուխտը կատարեցին։ Եվ վարքի մեջ ասում է, երբ 3 տարեկան հասակում Մարիամ Աստվածածին տարան տաճար իրենց ուխտը կատարելու, Մարիամ Աստվածածին ասում է առանց որևէ մեկի օգնության բարձրացավ
տաճարի դեպի զոհասեղան տանող աստիճաններով 15 աստիճաներ մեծ, որոնցով բարձացավ։ Ասում է այն դեպի այն զոհասեղանը, որտեղ զոհաբերվում էին կենդանիները, պատարակվում էին կենդանիները մարդկանց մեղքերի թողության համար։ Եվ ասում է տեսավ այն զոհասեղանը, որը օրինակն էր իր որդու, որ իր որդին պիտի խաչի վրա պատարակվեր մարդկության փրկության համար։ Աստվածածինը ընծայվեց Աստծուն։ Աստվածածինը մեծագույն սուրբն է, մեծագույն մարդն է, որ ապրել է աշխարհի մեջ։ Աստվածածինից մեծ որևէ մեկը չի եղել, նույնիսկ սրբերից վեր է Աստվածածինը։ Եկեղեցական հայրերն ասում են, Աստվածածինը բարձր է, քան հրեշտակների բոլոր դասերը։ Աստվածածինը իր պատվով եւ փառքով զիջում է միայն ամենասուրբ երրորդությանը, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Մնացածից ամեն ինչից բարձր է։ Եթե Աստվածածինը ընծայվեց, ուխտով ընծայվեց Աստծուն, ուրեմն ամեն մարդ պիտի ընծայվի Աստծուն։ Ամեն մարդ ուխտով ինքն իրեն պիտի ընծայի Աստծուն։ Աստվածածինի օրինակը սա է, եւ Աստվածածինը բարեխոս է մեզ համար։ Ցավոք սրտի, նույնիսկ մենք քրիստոնյաներս ամբողջապես չենք ընծայվում Աստծուն։ Մենք ուզում ենք ընծայվել Աստծուն, բայց ուզում ենք մի քիչ էլ չընծայվել, մի քիչ էլ մեզ պահել աշխարհի համար, ցանկության համար, մեղքի համար, մեր հաճույքների համար, մեր սրտի ուզածի համար, մեր կամքը կատարելու համար։ Բայց Աստվածածնի օրինակը ցույց է տալիս, որ այդպես չի լինի։ Ընծայումը պիտի լինի ամբողջական։ Երբ Գաբրիել հրեշտակը ավետից տվեց Աստվածածնին, Աստվածածինի վերջո պատասխանեց, ասեց. Ես Աստծո աղախինն եմ, ոնչ որ Աստծո կամքն է թող լինի։ Ես հանձնվում եմ Աստծո կամքին։ Մենք ինչքանով ենք պատրաստ այս խոսքերը ոչ թե բերանով ասելու, այլ սրտից բխեցնելու, որ մենք Աստծո ծառաներն ենք։ Մենք Աստծունն ենք, մենք ընծայվում ենք Աստծուն, թող Աստծո կամքը իրականանա մեր կյանքերի մեջ։ Ոչ թե մեր կամքը, այլ Աստծո կամքը, որը բարի է եւ հաճելի է։ Խնդրենք, թող Աստվածածինն իր բարեխոսությամբ մեզ էլ բոլորանվեր անկեղծ ձևով, առանց կեղծավորության, առանց վախի, առանց երկյուղի, ճշմարիտ դավանությամբ ընծայվելու Աստծուն եւ Աստծո հետ լինելու այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։